Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսքան եկեք երկրորդ նախագահի հետ կապված, իր թիմի հետ կապված հարցեր չտանք։ Խնդրում եմ, չեմ պատասխանելու։ Բայց երկրորդ բլոկը կարևոր է, կներեք։ Երկրորդ բլոկը ինչով է կարևոր։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել, որ քանի որ չունի որևէ արժեհամակարգային ողնաշար, նա ցանկացած իրավիճակում փորձում է հարմարվել։ Հիշեցնեմ մի քանի բան։ 17 թվականին ելք խմբակցության ղեկավարներ Էդմոնի ձեռից Էդմոնի գրած հիմնավորումները ԵԱՏՄ-ից դուրս գալու վերցրելա, որպեսզի ինքը լինի հիմնական զեկուցող։ Հետո դարձել է վարչապետ, դարձել է ռուսական, այսպես ասած, գծի մեջ աշխատող վարչապետ, ԵԱՏՄ-ից դուրս չգալու եւ մնացածի հետ կապված։ Հետո 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից էր կախված մեծապես իր քաղաքական գոյությունը, գնաց եռակողմեր ստորագրեց Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ։ Հետո մտածեց ռուսները վատ են Ուկրաինայում, գնաց թռավ։ Հիմա տենում է, որ մի քիչ ուրիշ բան կա, արդեն մենք ենք խանգարում, որ մենք ԵԱՏՄ-ի փլուզիչներն ենք։ Ես եվրոպացիներին դու լավ լսել եմ։ Այս մի կտորն եմ քեզ, հիշեցնում։ Ինքը չունի սկզբունքներ։ Հույսը դնել, որ գեոպոլիտիկ բանը փոխվելու ու Նիկոլը թռնի, եկեք մոռանանք դա։ Նիկոլը պետքա թռնի հայ ժողովրդի ձեռամբ։ Մնացած միջավայրեր են, կար արև լինի, կար անձրև լինի։ Մյուս ուղղությունը քեզ հիշեցնեմ։ Սա Բայդենի ծոցում ննջող գիշերները ննջող տղա էր, իր սաղ ադմինիստրացիան։ Բայդենի ծերացող կրծքի վրա գլուխը դնում էր եւ դեմոկրատական վարչակազմի ամենա վիկրմշն էր, հայերեն չգիտեմ ոնց է այդ բառը։ Ինչ եղավ։ Մի քանի ամսվա մեջ ֆռած ասեց Տրամպի ցավը տանեմ։ Այդ գեոպոլիտիկ վայրեվերումների ինքը սկզբունք չունեցող մարդ է, իսկ եթե մարդը չունի ողնաշար սկզբունք, հենման կետ, սիուն, որևէ կարծր բան եթե չունի, նա ցանկացած իրավիճակում չի փլվում։ Նա ասես լղոզվում է, հետո տրանսֆորմացվում է ժելեանման մի ուրիշ բանի մեջ, հետո նորից ասես լղոզվում է, հետո ուրիշ բանի։ Ուստի հույսը դնել։ Դու շատ ճիշտ ես ասում, գեոպոլիտիկ միջավայրը փոխվում է առնվազն տարածաշրջանային, եթե չասեմ գլոբալ փոփոխություններն են տեսանելի եւ չեն ավարտվել։ Նիկոլը կարող է բոլորիցս ավելի կենսունակ լինի այդ նոր իրավիճակում։ Այսինքն խնդիրը այն չի, թե դրսից ինչ կլինի, որ մենք իրան հանենք։ Խնդիրը այն է, որ ինքը պետք է դուրս գա մեր ձեռքերով։ Այդ ձեռքերը կարան լինեն հանրահավաքային եւ պետք է լինեն հանրահավաքային, այդ ձեռքերը կարան եւ պետք է լինեն քվեաթերթիկային։ Մենք ենք որոշում այս ձեռքը ոնց օգտագործել։